Զարյան, քանի որ չկարողացանք տեսանյութը դիտել, դատարանն արձանագրեց, որ խնդիր կա, դատական նիստը հետաձգվեց, մանրամասնենք, ինչ փուլում են գտնվում եւ այսօր ինչ էր սպասվում։ Նախորդ նիստում հանրային մեղադրողը դատախազը ներկայացրեց սղագրություններ, իմ ելույթներից, հրապարակումներից առանձին հատվածներ եւ մեր պաշտպանական կողմի միջնորդությամբ անհրաժեշտություններ առաջացել, որպեսզի նաեւ այդ տեսանյութերը, տեսագրությունները ներկայացվեն դատարանում։ Իհարկե նախորդ նիստից ես շատ հուզված էի, անկեղծ ասած, շատ տպավորված էի, որովհետեւ ես գիտեմ, որ իմ ելույթները շատ մարդիկ են նայում, ասենք նախորդ ամիս 1 միլիոնից ավել է ընդհանուր դիտումների քանակը, այսինքն այդքան մարդ նայում է իմ, բայց սա իմ պրակտիկայում առաջի դեպքն էր, երբ որ իմ հանրային խոսքի հետևորդները նստեն ու սղագրեն իմ ելույթը, այսինքն որ լսում են, անցնում են, դա 100,000-ավոր մարդկանց, բայց քննիչի եւ դատախազի պարագայում դա բացառիկ դեպք է, ես ամենայն դեպս երկրորդ դեպքը չէ, որ մեկ իմ ելույթները լսի ու բոլորը նստի սկսի սղագրել, նույնիսկ զոնքանչես, որ բոլորը նայում է, սրտի կա դնում, նալի ես չեմ լսել, որ սղագրի իմ ելույթները, սա առաջի դեպքն է եւ շատ հակասական էին իմ զգացողությունները, էլի հուզված էի։ Հիմա փորձեցինք այսօր նայենք նաեւ այդ տեսագրությունները, տեսեք նաեւ առիթ օգտագործում է եւս մի անգամ դա հնչեցնել, չէ, նաեւ հնչեցնելու համար, օրինակ ասենք ելույթը կար, չէ, մի հատ էլ լսենք, մի հատ կրկնենք, ասենք շատ քիչ մարդ կա, օրինակ աղել է, որ ասենք Ղազարյան ջան, ես քո ելույթները 2 անգամ եմ նայում, քիչ են, բայց մի անգամ նայում են հիմնականում անավանդ որ ես հաճախ եմ ելույթ ունենում, դա կարիքն էլ չի, բայց տեսեք այս դեպքում ասում եմ մի հատ էլ լսենք, տեսեք իրանք վարույթի ընթացքում մի քանի անգամ լսել են, խորհրդակցել են, չեն կշտանում, նորից ձեր ելույթները ազատ խոսքի դրսևորում են, մեր երկրում ինչ է, ազատ խոսքը քննիչների եւ այսպես ասած սիրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում պետք է հայտնվես։ Դենց ամբողջ զավեշտ է այս քրեական գործի հետ, որ ընդ որում նախորդ դեպքում նայեք, ներկայացվեց, ասենք թե սղագրություն, չէ, հիմա այդ նույն սղագրության տեսանյութը պետք է ներկայացվի, բայց դա ասենք ընդամենը իմ խոսքի ներկայացումն է, դա հանցանքի հետ ինչ կապ ունի, այդպես կարելի է ցանկացած մարդու հարցազրույց, ցանկացած մարդու վերցնել եւ ասել, որ քանի որ ինչ որ Լոռու մարզի քննչական կոմիտեից Երևան քաղաքի քննչական կոմիտե գործողված քննիչներից մեկի կարծիքով կամ ՍԴ աշխատակազմի մի աշխատակցի կարծիքով այդ բանը ելույթը իր մեջ ենթադրել հանցանքի տարապար, վերցնես մարդուն վարույթ նախաձեռնես, մեղադրանք առաջադրես, սահմանադրական իրավունքներ, սա երկրից չբացակայես, Շենգավիթ վարչական շրջանից դուրս, այլ հարցազրույց չտաս, որովհետև քո տված հարցազրույցից դուրս չի եկել։ Քաղաքական հետապնդման տարեր կան, դուք պատրաստվում եք քայլեր ձեռնարկել։ Ես գիտեի, որ դուք նաև բան եք արել, չէ՞։ Գիտեք ինչ, այս վարույթը անկեղծ ասած, չնայած ինձ համար անհարմարությունների, նաև իմ իրավունքների սահմանափակումների համար ոչ թե, ինձ համար իր մեջ շատ օգտակարության մեծ չափաբաժին է պարունակում, որովհետև իմ անմեղությունը ապացուցելու համար ես հələ առայժմ դեռ դատախազի ներկայացրած, հանրային մեղադրողի ներկայացրած ապացույցների փուլում ենք։ Ես իմ անմեղությունը ապացուցելու համար հավասար դատաքննության, հավասար մրցակցության սկզբունքներից ելնելով նաև իմ ապացույցները դեռ պետք է ներկայացնեմ, թե ասենք ենթադրենք իմ խոսքը ինչի վրա է հիմնված եղել։ Այսինքն եթե ես ասում եմ, որ սահմանադրական դատանի մեղադրանքից եմ ասում, էլի այս պահին նորից չեմ ասում, որ բան չլինի, որ սահմանադրական դատանի դատավորների գործողությունների մեջ կա դավաճանության տարեր, այսինքն պարզ է, չէ, որ այդ տեսակետը իմ մեջ ձևավորվել է ինչ-որ հանգամանքների պարագայում, եւ դրանք որպես ապացույց ես ներկայացնել եմ, այսինքն ինչ գործոներ ես, մերկապարանոց խո չեմ խոսել, ես ինձ լուրջ մարդ եմ համարում, ես իմ խոսքին հաշիվ եմ տալի, եւ իմ ցանկացած խոսք ունի իր հիմնավորումները, եւ ես հիմա իմ անմեղությունը ապացուցելու համար դրանք պետք է ներկայացնեմ դատարանում, թե ասենք որոնք են այն գործոնները, այն գործողությունները, որոնք իմ կարծիքով նման հանցանքի տարեր են պարում, կամ ասենք օրինակ ինձ մեղադրանք են առաջադրել, որ ես ասել եմ, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ստացիոնար բուժում չի անցել։ Այո, որովհետև այն իմ պաշտոնավարման շրջանում, երբ որ ես ՍԴ աշխատակազմի ղեկավար եմ եղել, դեպք չի եղել, որ նա արձակուրդ վերցնի կամ բյուլետեն ներկայացնի, որ ինքը ենթադրենք ես ինչ հոգեբուժական կլինիկայում, ասենք բան է անցնում, բուժում է անցել։ Ես եւ դες էլ դա եմ ասել, չէ։ Հիմա ասենք եթե
վարույթային գործողությունների արդյունքում պարզի, որ նա չէ անցել է, բայց ես հանիրավի սխալ տեղեկություն եմ տվել կամ բան, ասենք դա կարա դառնա քննարկման առարկա։ Բայց օրինակ, ասենք իմ մոտ այդ օբյեկտիվ կարծիքը ինչից է առաջացել, չէ՞։ Դա մենք բոլորս ենք լսել, ասենք նրա ելույթը ազգային ժողովում 2019 թվականի հունիսի 20-ին, չէ՞, ասենք մարդը ասենց համերա ես կոնֆիգուրացիա է, էլի բոյով, բանտե հələ մի հատ մորուքով Հələ ասում եմ ես Սահմանադրական դատարանի նախագահ եմ, ասենք առողջ մարդը ո՞ց կարա տես բան ասի, չէ՞, ասենք ֆիլմերում բանում ենք տես ասում է ես Նապոլեոնն եմ, ես չգիտեմ, ես իշն եմ, ես այն իշն եմ, ասենք որ տես բաներն այն շուրիկի արկածների մեջ, ասենք որ նա էդի որպես այդ սյուժեյն ֆիլմի որպես ինչ է ներկայացում, չէ՞ որ ասում է ես Նապոլեոնն եմ, ասում է, հա, այն էլ ասում է ես է դատախազն եմ, չէ՞ Համանման հանգամանքներ ու իմ մոտ ասենք օբյեկտիվ այդ կարծիքը առաջացել է, եթե բուժվելը բան չունեմ ասել, բայց պետք է պարզվի։ Շնորհակալություն։ Live News-ի հարգելի հետևորդներ, այսքանով ավարտում ենք մեր ուղիղ եթերը Երևան